ժամանակ, որ գնում էինք, հիմա այդ հնարավորությունները պակսել են, որովհետև ես նույնիսկ հիշում եմ, որ ինստիտուտում սովորելու տարիներին թոշակը ստացանք, ես մեկ կուրսումի ուսանող ունեինք, շատ մեծ էր, 28 տարեկան էր, Նազար էր անունը, ասեց էլ այդ թոշակները ինձ տվեք, տվեցինք, 6 հոգով, ասեց տուն զանգեք, ասեք, որ քշերը պարապելու եք չմանում տանը, քննությունների, ասեցինք լավ, զանգեցի, ասեցինք, ծնողներից, ասեցին, որ գիշերը մնալու են կարտուշային ստանը, նրանք էլ ասեցին լավ եղավ, որտև քննությունների պիտի պատրաստվեինք, մեկ էլ ասեց, նստեք մեքենա, նստեցինք մեքենա, տարավ այրոպորտ, նստացրեց ինքնատիր, թռանք Մոսկվա, Վնուկովի հենց բանում ռեստորանում նստեցինք, կերանք խմեցինք, առավոտյան նստեցինք, հետ եկանք Երևան։ Հացք է։ Այսինքն թոշակը բավական էր, որպեսզի մենք գնայինք, գայինք, որտեղ ուսանողականը 16 ռուբլի էր, մենք 32 ռուբլի էինք թոշակ ստանում։ Գնացինք, բանը, այսօր ցավոք սրտի այդ գումարով մենակ մի հատ ճաշ կարող ենք ուտել մի հետո կեստոն Ուրեմն կային այդ ժամանակները, երբ որ գնում էինք, մի անգամ ես եւ փոքրիկ երեխան ուզեցինք գնանք հանգստանալու, բայց որտեղ այդ տեղը Կիրովականում կոչվում էր Մոր եւ Մանկան, այնուամենայնիվ կնոջս էլ հետս տարա, որ չխառնեմ։ Գնացինք այդտեղ, ես էլ դից հանգստանալը մի քիչ չեմ պատկերացնել, հանգիստս որն է։ Իմ ուսանողները որ ասում են Պարոն Ծատկյան գնանք պիչ հանգստանանք, ասում են մտամին չարեցիք, որ գնանք հանգստանանք, բայց մի 5 ժամ փորձ են արել։ Վերջը գնացինք, ներքևը նստած, երկրորդ հարկում էր մեր տունը, ներքևը նստած նարդի են խաղում։ Հայաստանյա բոլոր շրջաններից մարդիկ էին եկել, հավաքվել։ Էն ուստավին են խաղում, տանում եմ, նախկին կինս ասեց, դե արի գնանք ճաշենք, ասում եմ, ախր պետք է տարվեն, որ գնանք ճաշենք, չէ։ Էլի ոչ մի կերպ չէի տարում, ես էլ անընդհատ տանում էի։ Մեկ էլ վերևից նայեց, ասեց, էլա պետք է ասպա փողով խաղա, ստեղից գնանք ծովափում հանգստանանք։ Սրանք կատաղեցի, ոնց թե էսկում ենքում, հետո ուրեմն չեմպիոնատ կազմակերպեցինք, այնուհետ ես առաջ տեղ գրավեցի։ Հա, հայտարարվեցինք, կնոջս տարա ակումբում ինձ նվիրեցին շիր շախմատիստը գիրք, որի մեջ կնքել էր այդ հանգստյան տան տնօրինությունը կնիքով բանով եւ առաջի տեղ նարդիով գրաված չեմպիոնին եւ մեկ էլ գովասանագիր բերեցի ասեցի տեսար որ իզուր չեր ես մեր հանգիստը ինչքան եմ էլի աշխատել առ էս քեզ տվեցի իրեն հետո իզնից գողացան դա որտեղ նախանձեցի որ ես կարող եի լինել չեմպիոն ինչ որ տեղից մեկը բացովափը ծովափը հա Իդեպ ասեմ ես դեռ նարդի խաղացող չեմ տեսել որը ով չասի որ իր կյանքի ընթացքում ասենք այդպիսի մրցույթին մասնակցել ու առաջին տեղը չի գրավել ներողություն իհարկե ես հիշեցի Դրա համար ղազագիր էին բաղում Նարդիստները ձգնորսների պես գլուխ գովան են շատ ներողություն ես պետք է ուրեմն այդ բանը գնամ հետամուտ լինեմ գտնեմ բերեմ դու ինձ Սուտասանի տեղ դրեցի Սուտասան չէ ուղղակի նարդի խաղացողի տեղ դրեցի Չես ամաչում որը տարիքի մարդ եմ Մի անգամ էլ ուրեմն տենց անապա գնացինք տղայից տարային տեղին ինչ-որ ցեխեր կամ բաներ կան լավ տեղ ինչ-որ բան ասի թող վայելի Կնոջս ասի լողանալ գիտես ասեց հա Ես դենից առանձնապես լողացող չեմ, որ ասեց հա, ես շատ վախեցա, ասի հայտարարակ եմ ելնելու։ Գնացինք, տեղավորվեցինք, նայեմ տեսնեմ կինը շատ լուրջ կուպալնիկ հակապանից, սպորտային կուպալնիկ էր շատ։ Մեկ էլ տենա մափի մոտ քարերից բռնվեց, սենց ինչ-որ ասի Մարինե, ես ինչ ես անում, ասպա լողանում եմ Ասի ես ոչը ոնց է կոչում, քարալող, քարերից բռնում լողանում է, հետո հասկացա, որ լողալ չգիտի, հետ իրան թվում էր, որ ինքը չտեսնված լողացող է, ենտեղ էլ ուրեմն ոնց է գալիս խորանումը, նորից ավազը բարձանումը, կարող ես կանգնել մի քիչ լողալուց հետո, ասցի ստեղ չգաս, որովհետև ենտեղ խորն է, մի կարծի, որ ես ինձ կանգնած եմ ու ասեց լավ, վերջը պարկած ենք,
մեկ էլ կինս գնաց մտավ ջուրը, այլ մեկ էլ տեսնեմ աղմուկ, աղաղակ, բան իրար են խառնվել, ինչ ա եղել, բան այնտեղ էլ մի տեղացի կար, որ լավ զագարով բանով ոչ հեռու տատուից գցվեց ջուրը հանեց, դու մի ասա կինս ա, ուրեմն գնացել ա մտել ա, Հեմի դուրս ա բերե ափ, սենց գրկած դրեց, սա ես դողում ա բան անում, ժողովուրդն էլ հավաքված նայում են, ես էլ այդ տղային ռուսեր ասցի, тебя кто просил спасать мою жену? Обшац вырисанный. Нет, кто тебя просил? А что делать? Слушай, я столько денег потратил, привез ее сюда. С надеждой, что освобожусь от нее, а ты... И жёртый с этим цицахой летел на этот пан, хаскаться все джептал, асец, ну хочешь возьму ее обратно в море? Ас нет, уж спас хватит. Կանխամտածված անցավ։ Այո։ Դե սենց բաներ կան, հիմի էլ եկել եմ ստեղ, շատ գոհ եմ, որ կանչեցիք, որտեղ շատ դուր եկավ այս տեղը։ Ես գիտեք ինչ, գովազդի համար չեմ ասում, բայց շատ կուզենամ, որ հոց բազմությունը այս տեղի մասին չիմանա։ Իմանան միայն կիրթ, ինտելիգենտ, կարգին մարդիկ հերիքան չկան ամեն տեղ լծվեցին, իսկ ես տեսնում որ այստեղ գալիս են բավական հաճելի մարդիկ եւ շատ կուզենամ որ այդ հաճելին էլ լինի։ Խնդրում եմ բան դռների վրա գրեն մուտքը միայն ինտելիգենտների համար։ Այստեղ հնչեց Բաբկեն Ներսիսյանի անունը, Գոլե, դու այն մարդկանցից ես, որ ծանոթ ես եղել, հետը աշխատել ես, թե չի ես աշխատել, ընդհանուր աշխատանք ունեցել եք, չգիտեմ, բայց ամենայն դեպս Սունդուկյանի թատրոն։ Բախտ եմ ունեցել այդ ժամանակ աշխատել, որ կային շատ մեծանուն դերասաններ այդտեղ եւ Բաբկեն Ներսյանը իմ նկատմամբ շատ մեծ մեղմ եւ բարյացակամ վերաբերմունք ուներ, չգիտեմ ինչի։ Կանչում էր տուն, գնում էինք, նստում էինք, խոսում էր, բան, դարդոտված։ Մի անգամ Սունդուկյան թատրոնում նայում են տախտակը, որի վրա ներկայացումներն են գրած, ապակի է դրած, նկատում եմ, որ Բաբկեն Պավլոviչը հետևից կանգնած շատ ուշադիր եւ ակնապիշ ինձ է նայում։ Դե լավ ասի, նայ, բայց հետո սկսեցի մի քիչ ավելի երկար նայել, որպեսզի այդ վիճակից դուրս գամ, նայել շատ երկար, բարդ չկար կողքներս, ինձ լավ կանգնած զննում էր ինձ։ Այն որ դաշում ես ինչ ասես, նայ վերջը չդիմացա շուրեք ասի, վայ Բաբկեն Պավլոviչ բարև ձեզ։ Բարև Գոլա։ Ինչ ես դից մի ժամ կանգնած նայում ես տղա։ Դե ասում ես իմ ներկայացումները նայում էի տեսնեմ ինչ է։ Դու 3-4 հատ կարգի ներկայացում կա մնացած ախմախ բաներ են այդ 3-ում 4-ում էլ ես եմ խաղում դրա։ Նա ասի հա բան, հետո ինչ ես բեմադրելու։ Ասի Բաբկեն Պավլոviչ ինչ եք ուզում խաղալ։ Դու ոչ մի բան չեմ ուզում խաղալ, սաղ կյանքս խաղացել եմ, արդեն հոգնել եմ բան։ Արի գնանք սուրճ խմենք, գնացինք սուրճ խմեցինք, ասեց բայց եթե ուզում ես ճիշտ իմանաս, պրատասով եմ ուզում խաղալ։ Բեմադրես դու ասի չէ Բաբկեն Պավլոviչ դու որ չէ ռադերի գնա դու էլի շվեյսոր ես դու Ես այս պահին ուզում եմ Գոլա քեզ դիմել, քանի որ դերասան, ռեժիսոր, կարծում եմ մենք միմյանց լավ կհասկանանք, քանի որ ես եմ դերասան եղել թատրոնում աշխատել։ Նաև ռեժիսոր երևի։ Չէ, դերասան եմ եղել։ Դե լավ տեղն ա քեզ հետո Հյուրախաղերը, թատրոնի հյուրախաղերը, երբ որ մեկնում էինք այլ քաղաք, հանրապետությունից դուրս, չէ որ դա էլ էր համ հանգիստ, համ աշխատանք, այ հյուրախաղերի հետ կապված, բավական հետաքրքիր դեպքեր են տեղի ունենում հյուրախաղերի ժամանակ, ինչ կարող ես հիշել։ Դե հյուրախաղեր Սունդուկյան թատրոնում 20 տարի աշխատելու տարիներին իմ բավական տեղեր գնացինք, Լենինգրադ գնացինք ուրեմն Կիև, Մոսկվա, հիշում եմ ուրեմն մի համարում ենք Վերեշ Հակոբյանը, որ այն ժամանակ Սունդուկյան թատրոնի տնօրենն էր, շատ էր սիրում այդ գաստրոլները, հյուրախաղերը, բան ուրիշ քաղաքներ, բաներ, իսկ ես մի քիչ
սիրում եմ առավոտները քննեմ, իսկ նա ապուշի 9-ին վերերկենում կանգնում էր հայլումը, սափրում ցեցանում Ֆիգարո, բան, այդ ասում եմ ձեր հետ կդրի քննեն Ֆիգարո վերկաց դժբախտ ամբողջ Ուկրաինան քնով անցկացրի իր բան այդտեղ լավ զալես միտար մեկ էլ ուրեմն մենք էլ ընդերի հյուրանոցի 26-րդ հարկում ենք մի հսկայական վերջը արդեն դեկունս չի տանում նայում եմ իրան ինչ անում լավ սափրվեց բան արեց ծանելիքը գցեց բան բացեց պատշգամբի դուրը դուրս եկավ պատշգամբ ու սկսեց բղավել ամբողջ Կիևով մեկ Какая хорошая погода люблю я украинского народа Это ուրեմն էլի մի շատ հետարքին դեպքեր շատ ծիծաղելի այս վերջերս վատ ռուսերեն խոսելով հանդերձ շատ լավ կարողանում էր հետները լեզու գտնել ուրեմն եկել ենք նոր Կիև դեկոր ենք բերել բան ենք բերել ուրեմն զանգում է այնտեղի ինչ-որ այդ ավիատնտեսության ինչ-որ բանին չէ ներողություն թատերական միության աշխատակցին որ знаете это декорация это приехала но ничего не понимаю что вы говорите декорация это надо что это театр кто это говорит это директор театра Слушайте, я ничего не понимаю. Приходите ко мне, объясните толком. Իսկ այն ժամանակ ինքը զամն էր դիրեկտորը, Մամիկոն Մանուկյանն էր դիրեկտորը։ Հաջորդ օրը ասեց կոլարի գնանք իրար հետ խայտարակ եղավ, բան ասի գնանք։ Դուրը բացեցինք, մտանք, ասի здравствуйте։ Վրեժն ասեց մի քանի նախադասություն սովորացել եմ ռուսերեն ու խայտարակ չլինի։ Вчера наш директор вам звонил։ Ասեց, да։ Это если он шарнакится, декорацию надо перебросить с аэропорта в театр. А вот теперь понятно, слушайте, какой идиот этот ваш директор. Я верил, шатну джасить. Да. Это ճիշտ ասած ամբողջ Հայաստանում շրջել են, որտեղ կինոստուդիայում աշխատելու տարիներին մենք ենք մեր սարերը որ նկարվիկ սարերից չէինք իջնում։ Եվ այդ ձեր ասած խարույկը այնտեղ վառել են գիշերը, որտեղ առավոտյան շոմկա ունենք ռեժիմի, եւ ուրիշն ենք եկել։ Բարձրանում ենք այնտեղ խարույկ, բարույկ եւ շատ հրաշք մարդկանց հետ, ինչպես հասկանում եք։ Գիտար նվագող կար խարույկի։ Ամեն ինչ էլ կար։ Ուրեմն Մեհեր Մկրտչյան, Արթուր Փելեշյան, Խորեն Աբրահամյան։ Շերենցն էլ գիտար էր։ Շերենցը եւ ամենակարևորը մի հրաշք ալդավորություն Հերիկ Մանան, որը պատիվ եմ ունեցել նրանց բոլորի հետ աշխատելու եւ մի շատ հետարքիր բան պատմեց սկսեցինք ասել դե որ նստացեք ամեն մեկը թող մի ծիծաղելի բան պատմի այս Արթուրը մի բան պատմեց միջև մի բարերը կփոխեն մի քիչ որովհետեւ շատ էր խուժան մեր եթերում չայոյեն եղավ ես մտքում կայու այսինքն որտեղ որ կայու եմ այս բանը դրեք եղավ ուրեմն ասում եմ Կիրովականը մը որ սովորում էինք դպրոցին։ Մի հատ աղջիկ ունեինք, անունը Նունուֆար էր։ Այնքան սիրում էինք այդ Նունուֆարին, կակազ էր։ Անենց էինք ուզում որ դրան 10 հարցնեն։ Որ դրան հարցնում էին, ինը սաղ 10 հարցնում էր, մեզ չէին։ Ասպա մի օր աշխարհագրության դասատու կանչեց, ասեց Նունուֆար արի 10 պատասխանի։ Այս Նունուֆարը եկա, բիշամ, կակազմա Ամերիկայի ասեցա բարձա, գիտես դասը։ Նեղոսը ցույց տուր։ Ասպես Նունուֆարը ու կասկենձերին գնաց հյուսիսային Ամերիկայով ֆրած սովետով աստմեր եկավ հասավ Չինաստան։ Այս դասատուն ասեց աղջիկ ջան, նեղոսը ինչա։ Ասեց կեթանի։ Ասեց ապրես, ինչ կեթանի։ Քիշատիչ։ Մեկ էլ ասպաշուր եք ասել, վայեսկու կիշատ իշտիրոչ մերը։ Հետո շուր եք ասպա մեզ նայեց, ասեց կներեք մի քիչ կոպիտ ստացվեց։ Ու դες շատ լավ անցկացում էինք այդ երեկոն, Ռևազի ոչխարը մորթեցինք ընդեղ կերան բեհոսովատ չեք նստելու։
Ես կուզեի որպեսի քանի որ փոքր ինչ ցավոք տեղեկությունները քիչ են հասնում Երևան Գյումրիի թատրոնից։ Ես կուզեի մի փոքր զրուցենք այդ թատրոնի մասին։ Երկար տարիների ավանդույթներ ունեցող թատրոն, որի բեմում խաղացել են իրոք գիգանտներ, մեր թատերական արվեստի գիգանտներ։ Այո, իհարկե ես հասկանում եմ, որ երևանցի ռուստադիտողը անհամբեր սպասում է, որ իմանա թե Գյումրիի թատրոնը ինչ վիճակում է, բայց այնուամենայնիվ սա հուբորի կարգում ասում, բայց այնուամենայնիվ մի քիչ պատմեմ։ 10 ամիս է այնտեղ եմ այդ թատրոնում, այդ թատրոնը իսկապես ունեցել է շատ մեծ տրադիցիաներ, շատ հետաքրքիր թատրոն է եղել, ինչպես մեր բոլոր թատրոնները նայել իհարկե այսօր մի քիչ փսկել է։ Դե ինձ էլ ուղարկեցին այնտեղ, որպեսզի ինչ-որ ձևով մեծամտություն չհամարեք, բարձրացնեմ այդ թատրոնը։ Ինչով ես հիմա զբաղված եմ 10 ամսվա ընթացքում արեցինք 7 ներկայացում եւ 2 վերականգնում։ Դա ռեկորդ է։ Թիվ է, հա, եւ մի քիչ ավելի շատ է, քան պետք է։ Պատճառն ինչ է, որովհետեւ հանդիսատեսը շատ չի այնտեղ։ Կա լավ հանդիսատես, բայց այդ լավ հանդիսատեսը իսկապես շատ պատերասի է, շատ լավ։ 1-2 դահլիճ է լցնում։ Հետո ուրեմն արդեն 5-րդ, 6-րդ ներկայացումից հետո հանդիսատեսը պակսում է, բավական զգալի, եւ ստիպված նոր ներկայացում է անում։ Հիմա ես ամեն ինչ անում եմ, որպեսզի մի քիչ ավելի շատ ներկայացումներ խաղանք թվով, որպեսզի ստեղծվի ռեպերտուար, թե չէ, այսպես անում ես, հետո գալի նայում են, ասում են էլ նայող չկա, վերացավ, հետո նոր ներկայացում, հետո նոր։ Այդպես ռեպերտուար չի ստեղծվում, բայց պետք է ասեմ, որ կան ուժեր, հիմնականում երիտասարդներ, դերասանական, որոնց հետ ես բավական նրանց տանջելով աշխատում եմ 3 ամիս, 4 ամիս եւ արդյունքը երևում է։ Նույնիսկ ռուսական ներկայացում, ռուսերեն լեզվով ներկայացում արեցիք, որտեղ այնտեղ կան զինվորականներ շատ ռուսախոս մարդիկ կան։ Հյուպատոսը երբ եկավ ներկայացումը նայեց, ասեց «Вы почему обманывали, что у вас армянский театр?» Այսինքն բավական լավ էին եւ շատ վամպիլովի պրովինցիալ անեկդոտներ, ներկայացումներ, շատ զվարթ, շատ ուրախ։ Վերջերս էլ արեցի Քալանթարյանի, Արտաշես Քալանթարյանի բումերանգը, որը նույնպես շատ ուրախ, զվարթ ներկայացում, մարդիկ ուզում են իջալուց ցավեն մի քիչ ուրախանալ, մանավանդ գյումրեցիները, նրանց դառն իրենց ելիք է, բայց եւ ծրագրեր կան, աշնանը շատ բարդ ծրագրեր սպասում։ Աճեմյանի հարյուրամյակը պետք է նշենք, որովհետև հենց Աճեմյանի անունով է այդ թատրոնը, եւ ուրեմն Գյումրիում առաջին ներկայացման 140-ամյակը։ Եվ ծրագրել եմ Շանթի կայսրը բեմադրել, որը շատ մեծ գործ է, բայց գիտեմ, որ կարժանանամ քննադատության հարվածներին, որովհետև մի քիչ ուրիշ շանթ է լինելու եւ ուրիշ կայսր։ Ըստ շանթի, որովհետեւ ըստ իս այսօր կայսրը այնպես բեմադրել, ինչպես որ գրվել է այն ժամանակ, մի քիչ հնաբույր է, հնաոճ եւ որոշ ակցենտներ փոխելով մի քիչ ուրիշ բանի մասին կլինի։ Ես քեզ ասեմ, իդեպ դու ասում ես քննադատության կարող է արժանանալ, բայց առ այսօր փորձը ապացուցել է, որ այն բեմադրությունները, որոնք արժանացել են քննադատության, իրոք եղել են հրաշալի բեմադրություններ։ Նույն Համլետը վերցնենք Տագանկայի թատրոնում։ Քարկոծեցին այդ ներկայացումը քննադատները, բայց հրաշալի ներկայացում։ Միջալոց ասեմ, որ ամենաշատը ժողովրդից կտրված են քննադատները։ Ոչ մի կապ չունեն, ինչ որ ես դուր է գալիս, ժողովուրդը չի գալիս, ինչ որ ես դուր չի գալիս, ժողովուրդը լեփլեցում է։ Եվ պետք է ասեմ, որ չեմ էլ վախենում քննադատներից, որտեղ ինչքան քեզ շատ են քննադատում, այնքան ավելի պոպուլար ես դառնում։ Հա։ Հակառեկլամը լավագույն ռեկլամն է ասում։ Իհարկե։ Կարևոր խոսեմ։ Հա, եւ ուրեմն այսպիսի աշխատանքներ են գնում եւ թատրոնում եղել եք, երևի տեսել եք հիանալի թատրոն, հիանալի շենք։ Եվ ուզում եմ, որ Գյումրիում կյանքը մի քիչ նորից աշխուժանա, որովհետև այդ աղետը, երկրաշարժը, հետո էս մեր ազատ անկախացումը, որը այլ կերպ հասկացան հայերը, ազատ անկախ նշանակում է շատ ազատորեն եւ անկախ ձևով կարող են հեռանալ հայրենիքից, գնալ օտարափեր, եւ ուրեմն պետք է վերականգնել այն զվարթությունը Գյումրեցում հատուկ
Յանքի նկատմամբ սերը։ Շատերը մահացան, շատերը մնացին երկրաշարժի տակ, մի մասն էլ արդեն տարիքի բերումով չի կարողանում ելույթ ունենալ, այնպես որ հիմնականում ուժերը դրվում են երիտասարդների։ Գոլես, քո ուսանողներից գալիս են Գյումրիի թատրոն։ Դու գիտես ինչ շատ մարդ կգար, բայց այնտեղ տներ չկա որ ապրեն։ Այսինքն տներ կան, բայց պայմաններ չկան, նրանք պետք է վարձ տան, իսկ վարձը բավական շատ է, նրանց ստացած ինչ է որ վարձել տան ու կարողանան, թե չէ շատերն են ուզում ցանկություն են հայտնում, բայց դա էլ կկարգավորենք, կարծում եմ մոտ ապագայում։ Մի անգամ Սոսակցյանի հետ նստած խոսում ենք, ասեցի Սոսյալը ինչ վիճակում ամ, ընդհանրապես ինչ անի որ լավ են։ Դե ասեց Երևանում թատրոնի օդ չկա։ Հետո մեկ էլ ասեց դե անտեր արվեստը փողը պահանջում ինչ անի։ Լինելով Վարդան Աջեմյանի սանը, լինելով Վարդան Աջեմյանի գաղափարների շարունակող ես կարող եմ ասել, դու շատ հիշողություններ կունենաս նրա հետ կապված եւ ոչ միայն նրա հետ, ընդհանրապես ինստիտուտի կարելի է հիշել Սունդուկյանի թատրոնը։ Դե շատ բաներ կան հիշելու։ Մանավանդ որ բախտ է վիճակվել աշխատել թե Աջեմյանի ձեռքի տակ, թե Աջեմյանը ինստիտուտում ինձ դասավանդեց, հետո ես նրա ասիստենտը եղա, էլ չեմ ասում որ Գուրգեն Ջանիբեկյան եմ տեսել, Հրաչյան Ներսեսյան, Փափազյան եւ էլի շատ մեծ անվանի դերասանների հետ է բախտ ունեցել աշխատելու։ Աջեմյանից պատմեմ կինոստուդիայում էի աշխատում, մեկ էլ ուրեմն Աջեմյանը եկավ ժայռը նկարելու, ժայռը ֆիլմ ներկայացում։ Մինչև այդ ես Մոսկվայում էի սովորում եւ մի քանի անգամ օրս հարցել էր, ուր ացած ուրեմն։ Ասել էր Մոսկվայում է։ Որ գա թող նա Երևան։ Վերջը եկակ կինոստուդիայում հանդիպեցինք, ասեցի Վարդանիկի ինչ ֆիլմ եք նկարում, ես էլ ռեժիսորն եմ, դուք էլ բեմադրիչը։ Նկարում ենք վերջում եկավ ասեց Ծատրյան։ Կինոն ախմախ արվեստ է։ Արի թատրոն։ Վարդանիկի ինչ բայց ոնց կամ։ Արի, Սունդուկյան թատրոն արի, ես քեզ կընդունեմ աշխատանքի։ Ասի երբ։ Նոյեմբերի 7-ին։ Ասի լավ, մոռացել եմ նոյեմբերի 7-ը տոնական օրը։ Եկել եմ տուն, հորս ասում եմ, Աջեմյանն ասում արի թատրոն։ Ուզում ես գնաս, ասի, թե ես երբ ես գնալու, ասի նոյեմբերի 7-ին։ Նա էլ էր մոռացել նոյեմբերի 7-ը տոնական օրը։ Ես լուրջ նոյեմբերի 7-ին մեկ էլ տեսա որ ասի այ պապա այսօր բան է։ Տոնակատարությունը, ասեց դե լավ կատակար է ուրեմն։ Նոյեմբերի 10-ին այնուամենայնիվ ասի գնամ տեսնեմ։ Եկա բտա թատրոն, քարտուղարան ասցի Վարդանիկի չէ ինձ կանչելը։ Ասեց Վարդանիկի Ծատուրյանն է եկել, ձեր ազգանուն ինչ ասց Ծատուրյանն է եկել։ Այն թողա։ Մտա ասցի բարև Վարդանիկ։ Նայ։ Ինձ կանչել է եկա։ Դու ես։ Ասի լավ Վարդանիկի Ծատուրյանը, չես եկել։ Ասի դուք եք ասել որ կամ։ Եվ ասեցիք նոյեմբերի 7-ին, ման չի եկար նոյեմբերի 7-ին։ Ասի նոյեմբերի 7-ը տոնակատարության օր էր բան։ Այն ինչ է։ Ասի ասեցիք որ ուզում եք որ թատրոն կամ աշխատեմ։ Ապուշ բաներ ուզում։ Գնա։ Ապշոց։ Գնացի։ Դուրս եկա, Պիչանսկով ասում եմ, եկել քարտուղարին ասում է Վարդանիկի չկանչում է։ Ասի բայց ինչա կանչում։ Նոր մոտն է, եկեք կանչում է։ Մտա ասի Վարդանիկի։ Ինչ։ Ինչ կանչել եք։ Սի դու։ Ով ասեց, աս քարտուղարին։ Ապուշի մեկն է, խառնել է, գնա։ Լավ ստեսում։ Գնացի, իջա ներքև, տեսնեմ պահակ ասում է, դուք Ծատուրյանն եք, ասում եմ հա։ Բարձացեք վերև, Աջեմյանը կանչում է։ Բարձացա վերև։ Լսում եմ Վարդանիկի։ Ինչ ես լսում։ Սի պահակն ասում որ բարձրանա վերև կանչել եք։ Ինչ պահակ, ապուշի մեկն է պահակն, ես քեզ չեմ կանչել։ Արդեն խելագարված դուրս եկա դուրը շրխկացրեցի, գնում եմ մեկ էլ տեսնեմ կադրերի բաժնի վարիչ ասում մի րոպե դուք եք Ծատուրյանը։ Զանգելա չի ալար, դեռ զանգված։ Ծատուրյան։ Եկեք ինձ մոտ, ասի ինչ էր։ Վարդանիկի չասեց որ ինձ մոտ գաք։ Ասի հա ինչ եք ուզում։ Հիմա մի րոպե։ Միացրել է բանով սելեկտորով։ Վարդանիկի Ծատուրյանին կանչել են։ Ինչ Ծատուրյան։
ասում դուք ասցիք, ինչ մայս կանչեմ։ Չգիտեմ, ասում որ աշխատանքի եք ուզում ընդունել։ Նա ով որ էստեն աշխատանքի ընդունել։ Հելագարվել եմ, բան վերջը մեկել, տեսնեմ ասում, հերախոս բանես սելեկտրես միացի ասեցի, վերցու ձերքը հերախոս։ Սա վերցրեց, արդեն չեմ լսում, բայց կատաղած կանգնել եմ, մեկ էլ սկսեց ծիծաղել, դրեց, ասում լրացրեք ես թերթիկը։ Ինչ ասում։ Դե կատակ անում էլի։ Լրացրեցի, գնացի մոտը, ասում ես ինչա։ Լրացրել եմ։ Քեզ ասի չգիտեմ ձեր կադրի բաժնում, ապուշի մեկն է վերջում։ Բայց ինչ ես մեջ հասկանում, ասի դուք եք ուզում որ ես գամ ձեզ մոտ աշխատեմ։ Հա։ Լավ։ Ստորագրեց, մագնկաս փորձի։ Դու տենց եմ մտածում, դու կան թատրոն որտեղ։ Դե հարցազրույց նայել էլի։ Մի օր էլ ուրեմն փորձի նստած եմ, դենալ լավ ծաղրանկարներ էր անում աճին։ Շարժեր։ Ես ուրեմն փորձ եմ անում Բաղրիսի ողջեն, ինքն էլ բեմադրիչն է, բայց դե ես եմ սեղանի շուրջ անցկաց, մեկը ասաց, ո՞նց է գործերը, ասի, ոչ, վարդակ չփորձում եք։ Փորձեք լայն։ Հետո սկսեց, գրիչ վերցեց, սկսեց նկարել դերասաներ, հետո շուռ եկավ ու ինձ սկսեց նկարել։ Ես էլ նենց էի ուզում, որ ինձ նկարեր, ասես դրեց նկարից ես էլ աշարժ նստած եմ, որ հանգած ճիշտ նկարի բան։ Ցեցը դեռ ասի, վարդանքի չի չմրացի չստացվի։ Դու փորձարա։ Փորձ եմ։ Երկրորդն էլ չմրացի, վարդանքի չի ստացվում։ Երրորդն էլ չմրացի, լավ էլի վարդանքի չասի։ Չի ստացվում, ինչի չի ստացվում։ Ծաղրանկար դժվար է նկարել։ Իրա ուրեմն 70-ամյակն աճում են։ Ծատուրա, ես պետք է կազմակերպես։ Ասի, ոնց կազմակերպ։ Դե դուք դե անես 70-ամյակը։ Այ վարդանիքի 70-ամյակը հեշտ բան է, այո գործի։ Ար էս սենց մի հատ թղթադրամների բան տվեց ինձ։ Քսակ։ Այլ իր այդ պորտմանեն, այսից հաստության։ Ասի ինչ արի։ Դեպի գնում ենք վար, անի ռեստորան, ընդեղ հյուրեր եմ կանչեպան, դու ման կանես ես հաշիվ բար։ Սիլով, նստած են ինստիտուտի ամբողջ ժողովուրդը, պրոֆեսորներ, բաներ եւ այլն, ռեկտոր, մեկներ, ասի, օֆիցիանտին կանչեցի, ասի, ես ինչ ունեք, ես։ Հիմա որ փողի մեջի աշխատում ես մի քիչ ժամ բաներ վերցնես, ես ինչ ես վերցի հետո, ասի թե բանա կոնյակ էլի։ Իրեք աստանի կոնյակ տարես տարդ քնես։ Նայրի բերեք բան, վերջի բերեց, լցրեց։ Հետո ուրեմն վեր կացան գնացին։ Ես հաշիվը փակեցի, գնացինք իրան մինչև տուն ճանապարհեցինք, հետ եկա տուն ասա, տեսա որ վայ, մոռացել եմ մոտես այր թղթապանակը։ Վերկացա վազելով գնացի բան ասի, հա Վարդանգիչ, ինչ է, վերջացավ էլ ինչ ես, բել ես ուզում հյուրասիրություն, չի ասի Վարդանգիչ, բանն է մնացի։ Դրամապանակը ինձ մոտ ամեն, ինչ եմ, ասի հետ որ դուք ինձ տվեցիք, եփ տվել։ Լավ ասի Վարդանգիչ, տվեցիք ասիք ծախսի։ Ես չեմ հիշում։ Լավ Վարդանգիչ, վերցրեք բան։ Դե լավ ասի տեսուն, ասի սպասի։ Ես ինչ ես վրայից վերցրել։ Ես կապտել եմ ասում, Վարդանգիչ ինչ է վրայից վերցրել։ Ստեղ շատ էր, դու չկարես ավստանտին, ասի ես կան, բա մնացած 2000 ռուբլին ուր, ասի 2000 ռուբլի խելագարվել է, լավ, ուրեմն սենց, ես ինչքան որ հետո կաշխատես ու դու կամ թատրոնում, բոլոր աշխատավարձերդ ինձ կտեսին, որ դրացնես, դե պարզա որ կատակում էր, որովհետև շատ առատաձեռն մարդ էր, շատ ինստիտուտում ես իր ասիստենտն եմ 5 օր մնացել փորձանում ատամնաբուժն արևելան ներվային վիճակ բանման շատ էր ծխում դե սկսեք բան ծատույան ասա դու սկսեք Ալֆյորով Նիկո էր խաղում Ալֆյորով ազգանով դերասան որը կարծեմ Հիմա Ամերիկայում է, բայց մուսկոմեդիայում էր Խապի, այ տակտով խապի այդ գորգին
Թափիստալի։ Իպիցպինգի։ Դեռ դա դաշնակար ունենք Նինա անունով ռուսեր, հայերեն չեր հասկանում։ Նորից սեք, Վերա, давай теперь։ Ձեր շատ հաստ ձեր ուներ, չավ աղջիկ է, շուրեգոզ։ Я не Вера, я Нина։ Ինչ ասում, ասում վարտեն Նինա անունը։ Այ, տարբերություն դաշնամեն նվագում էլի Նինա։ Նորից, давайте։ Կիբարի։ Ստոպ, դանդաղ։ Նորից։ Наташа, давайте ասած։ Я не Наташа, я Нина։ Հենց այս сейчас։ Нина Эля։ Давайте Гризельда։ Horten asılmak играть уж. Там ладно. Красавный цехин. Бана цехита. Шуры каси дерми цехик. Очень бекешчек цех. Затуян варացիա տագալի։ Այ վարտալի քիչ վարած։ Չեմ հասկանում։ Մեկ էլ նայեմ տենամ ես մի ժամա սիգարետը մոռացել է շալվարին, ապա կապուչանն է։ Ասես վարվում է։ Բրտից ասես լավ տարածվում է։ Ասի վարտալի քիչ դուք եք վարվում։ Հա գիտեմ 5 օր մնացել եմ։ Ասի չէ շալվար ասի, է շալվար։ Յակայց Կապուչ շալվարս ես լավ ծակ, սպիտակ ոտ, մեկ էլ երեխեք ընդեղից, վայ, սահեր ման, ձեր գործում վարվեք։ Ահա, ձերը դրեց բան, շարունակեք։ Արդեն ես չկան, որ ես գում եմ ուշմիտ ընդեղը, ասի գնամ տնից ուրիշ շալվարին, հա չէ։ Ինքնամ սունես։ Հա, Ո՞վ է եկել սես լավ։ Ես կողա բերում ստեղներն լավ մատնանալու կապիկ լրբան ես սկսեցի ծիծաղել բոլոր դերասաններն շատ այ։ Երևա։ Չէ վարտան։ Հա։ Դարեք։ Այսպես պարտի։ Ուրեմն երկու բան էլ պատմեմ թատրոնից, ինստիտուտից, որովհետև այդ հիշողությունները շատ գալիս քեզ պատում են ու ես էլ անընդհատ այդ ոնց է կոչվում այդ կապիրովկան հայերեն նմանակումները միշտ անում եմ որպեսզի դե անընդհատ այդ մարդկանց մոտս պահեմ էլի կարծես կենթանացնում իհարկե ուրեմն մի ինստիտուտում սովորելու տարիներին Կարենը կհիշի կար մի հատ արաքսիա քարտուղարի էր Թո արաքսիային ոնց կարելի է մոռանալ Դա շատ հոտած կնի քեզ դրեմ ինչ լակիկ էին մաշկը ձգված էր գիտես ինչի միշտ դժգոհ էր անտակ դժգոհ էր սարսափետ դժգոհ էր որ ասում են բարը ձեստիկին արաքսիա բարը հետո ասում են քեզ բարը մի ռեկաչ գնատասի անդերշոն Մի արայի Գաբրիելյան ունեի, Գուրգեն Գաբրիելյանի տղան էր, դրան էլ նա բացարձակ չէր սիրում, որտեղ գիտեր, որ իրան նմանակում է, եկավ մի օր ասեց, բարը ձեզ տիկին արաքսը, բարը, ասեց ոնց եք, քո գործը չի, լավ ասպան չեք վիրավորում, լավ եմ, բայց գիտեք ինչ նորություններ է, ինչ եղերա, շատ էր սիրում այդ բամբասանքը, ասպա 4-րդ կուրսում Ռոմեո Ջուլիետն դեմադրում, ես էլ ասի ինչ եղել, ճահտան ինձ չեմ դեմադրում, բայց գիտեք դերաբաշխումը, ասա, Մանուկ Կարպիչին տալիս է Ռոմեոյի դերը, Մանուկ Կարպիչները Ռաստովցի մեր պրոյեկտն է, Ռաստովցի բոյով սիրում, մազերեսանցալի խարանշից, մարդերսից բևերը ուղղելը, միշես բադալիներս չխչխկացնում էր, ձերքիներ սենց, Չայտուրյաններ իշտիր, ասում եմ, դա Մանուկ Կարպիչ, այդքան չի դե ասի չի ես կենում, ասի դե բավես չկա, Մուստի հայվես չկար, я тебя թոշակից կզերքեմ, ես թոշակ չեմ ստանում, կնշանակեմ նետո կզերքեմ, սենց մարդեր, ես արայք ասպա, իրան են տվել, Մանուկ Կարպիչին, բա ջուլետում են տվել, ջուլետն էլ ձեզ, այդև եկած հրադած տեից կաշան դետ շոն, ինչի, այդ ռեյսոն ես, հա,
դու դերաբաշխումից բան ես հասկանում։ Ինչի ինչ ա եղել։ Արա մանուկիցի Ռոմեո։